Պարոն Իսրայելյան, Ղարաբաղյան շարժման 38-րդ տարին լրացավ օրերս, դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններն առայն, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նաև իր խոսքում նշել է, որ եթե այդ մտքի հետ, այդ գաղափարախոսության հետ համամիտ չեն, թող դուրս գան փողոց եւ իշխանափոխություն անեն, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ Դուք ընդհանրապես Ղարաբաղյան շարժումը շարունակել, չշարունակելու վերաբերյալ ինչ կարծիք ունեք եւ Նիկոլ Փաշինյանի մյուս արտահայտած մտքի վերաբերյալ։ Հայմատաբար Ղարաբաղյան շարժումը ինչ կարևոր նշանակություն ունեցող պատմական երևույթ է ու ձեր ասած անձի անունը ինչ պատմական դավաճանական խոսքի հետ գործի հետ կապված։ Այն մարդը, որ չի կարողացել արդարացնել իր ազգի, իր ժողովրդի արժանապատվությունը, հերոսական խոսքի այդ էջերը ինչ պիտի ասի, մենք դրանից ինչ պիտի սպասենք։ Այն ինչ էլ որ ասում է, որ եթե համաձայն չեն, այո, մենք համաձայն չենք։ Այն ինչ վերաբերում է, որ թող դուրս գան, հեղափոխություն անեն, մեզ պետք չի հուշել ինչ անենք իրեն հեռացման համար։ Մենք ունենք ահագին տարբերակներ, բոլորը պրոցեսների մեջ է, գալիք ընտրությունները առաջի հերթին, բացի գալիք ընտրություններից այդ մարդու հեռացումը մեր ազգային նպատակն է։ Ինքը իրավունք չունի որպես ղեկավար անձ մեզ ներկայացնի ընդհանրապես ոչ մի տեղ։ Դրա համար Ղարաբաղյան շարժումը ինքը ունենալու է շարունակական երևույթ ու վերածնունդ է ունենալու, որովհետև մենք հայկական Արցախի վերականգնումը մեր բոլորիս այսօրվա նպատակն է։ Այո, այսօր մենք ծանր իրավիճակում ենք գտնվում, ոչ համապատասխան խոսքի այդ գործողությունները իրականացման խոսքի այս պարագայում, բայց դա էլի իրենց մատուցած, իրենց մեղքով մենք այսօրը հասած այս իրավիճակն է։ Մենք բոլոր այդ հարցերի կարևորությունը, նորից եմ ասում, միշտ պիտի վառ պահենք, միշտ պիտի բարձրաձայնենք, միշտ պիտի, որ ասում առաջնային պահենք, հաշվի առնելով, որ մենք ունեցել ենք ահագին զոհված հերոսներ, առաջնորդներ, որոնք հենց իրենք են ամեն ինչ արել մեր հանուն լավ ապագայի համար, ոչ թե ձևի ապագա, որը վաճառվում է ժողովրդին, այս ձևի խաղաղություն, որը ստիպում է վաճառի ժողովրդին, որ առնեն ժողովուրդը, դա իրականություն չի դառնալու։ Հանրության մեջ հայ գիտակցող ամեն մի անձնավորության մեջ դա ամբողջովին մենք հասկանում ենք։ Ղարաբաղյան շարժումն է, թե մեր հայ արժանապատվությունն է, թե Արցախի վերականգնումն է, դա մեր առաջնային նպատակն է։ Կարծում եք ընտրությամբ այս իշխանությանը հնարավոր է հեռացնել, եթե ընտրությամբ չհեռացվի, օրինակ հունիսի 8-ին նորից վերընտրվեն, ինչ կլինի, նկատի ունեմ հետընտրական պրոցես կամ ակցիաներ իշխանափոխության պահանջով, որովհետև այդուամենայնիվ եթե ընտրվի նորից 21 թվականի դեպքում ևս կարող են ասել, որ ժողովուրդն է ընտրել։ Եկեք սես մի հատ կարևոր բան արձանագրենք, սա ընտրությունը մենակ վարչապետի կամ էլ ինչ-որ ղեկավարի ընտրության մասին չի, սա մեր ազգային վաղվա օրվա ճակատագրի հետ կապված վճռական նշանակություն ունեցող հանգամանք է։ Դրա համար նորից անդրադառնալով մեր հայ էությանը, մեր հայ ազգի պատկանելիությունը մեր, եթե ուզում ենք մենք արժանապատիվ վերականգնենք մեր անունը, մեր թասիբը, մենք պիտի այդ ընտրությունը այնքան ճիշտ անենք, որ ներկա իշխանությունը հետագայում չունենա ոչ մի անելիք թե ղեկավարության, թե կառավարության, թե ընդհանրապես որպես անձել։ Այդ մարդիկ հանցագործություն են իրականացնել, այդ մարդիկ դավաճանություն են իրականացրել պետական մակարդակով ու սեփական իրենց ժողովրդի նկատմամբ։ Եթե մենք հարմարվենք, եթե մենք դրա հետ բան անենք, որ ասում է, ընդունենք, համակերպենք, ես գիտեմ, թե մեր ազգային հայի կերպարը վաղվա օրը ուրիշ ձևի ալնելու, մեզ ուրիշ ձևի են նայելու, մեզ ուրիշ ձևի են ընդունելու, մեզ ուրիշ ձևի են վերաբերվելու, ես դրա մեջ էլ կասկածանքի բան չեմ անում։ Դրա համար այսօր ամեն մի հայ պարտականությունն է ներգրաված լինենք այս պրոցեսների մեջ, ամեն մեկս ունեք անելիք հիմիկվա ժամանակում, որովհետև սա մենակ մեր մասին չի, ամեն անգամ ապագայի խոսելով մեր ապագա սերունդը մեզ քննադատելու են, հասկանում եք դուք։ Մենք եթե սխալը բաց թողենք այսօր, վաղվա օրը իրենք մեզ քննադատելու են հավասար նույն այս դավաճանների նման։
ասելիք չունեմ, դրա համար ես կասկածանքով չեմ բանանում, որ սրանք վերընտրվեն կամ էս մեկը ես համոզված եմ, որ չպիտի վերընտրվեն։ Ես այդ ուղղության վրա եմ գնում, ես այդ ուղղության վրա եմ աշխատանքներս իրականացնում, ես գիտեմ, թե հազարավոր, 100,000-ավոր մեր հայության թե սփյուռքն է, թե ստեղա բոլորս էլ այդ ուղղության վրա կողմնակիցնենք, որ վերջ դնենք, հերիք է, ժողովուրդ ուզում են ապրեն, ժողովուրդ ուզում են մի հատ որ ասма շունչ քաշեն, հերիք ամեն օր է ժողովրդին սպառնալիքներով, է ժողովրդին ամեն ձևի ճնշելով, այս եկել եք դատական պրոցեսացի, այս շոուների մասնակցելով, ինչ դատական պրոցես, էսի մի մարդու անձնական բանա, որ ասում ոնց որ Ալիևն է մեր գերիների հետ դեղ խոսքի բանանում, то есть это բանա իր նկատմամբ ատելությունն է կամ էլ իր նկատմամբ նույնն էլ ներկա իշխանությունն է, ով դուրս է գալիս հայ լինելու, հայ արժանապատվության մասին խոսում, բռնում կամ ճնշում են կամ դատապարտում են, ինչ երկրի մասին եք խոսում կամ ինչ վաղվա ապագայի մասին եք խոսում, այսքանը պիտի ամբողջովին զրոյացնվի, ազգը պիտի նորից վերածնվի, այդ վերածնունդը սա մեր այս նոր վերածնունդը հարյուրավոր հազարավոր տարիների հիմք սկզբունքներ է դնելու։ Պարոն Իսրայելյան, իսկ ինչպես կգնահատեք երկու երկրների քաղաքասարակության ներկայացուցիչների ժամանակ առ ժամանակ հանդիպումը, մեկ Բաքվում, մեկ Հայաստանում, վերջերս կրկին ադրբեջանցիներն էին այս անգամ էլ այցելել Հայաստան, Ծաղկաձորում քննարկում էին ունեցել, դրանից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմի ներկայացուցիչները նշում էին, որ ամեն դեպքում ճանապարհը հակամարտության լուծման, խաղաղ կարգավորման երկխոսությունն է, նաև նշում էին, որ ամեն դեպքում ադրբեջանցիների խոսույթում էլ է փոփոխվել ինչ-որ բան, նախկինում հայկական տեղանունների անունները իրենք ադրբեջանական անուններով էին նշում, հիմա օրինակ Սևան են նշում, Վայոց ձորին Վայոց ձոր են ասում եւ այդպես շարունակ, կարծես թե փարատելով ադրբեջանական նկրտումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գիտեք, մենք գործ ունենք պատմական թշնամու հետ։ Պատմական թշնամին ինչի համար է կոչվում պատմական։ Բայց ցեղասպանությունից հետո որ դրանք չեն հանգստացել մեր ազգի նկատմամբ ձևի ստորության է ձևի խոսքի ոչ շանցման բանից, որ ասма տրամադրությունից մենք այսօր ինչ խաղաղության մասի կամ ինչ բաների, որ ասма հարևանության բան այդ խոսույթը դա մեր մեջ գիտակցաբար պիտի մտցնվի, մենք պիտի դա ընդունենք, մենք պիտի հասկանանք, դա ասելով չի, դա մատուցելով չի, դա ալյուր բերելով չի, բենզին տալով չի, դրանով չի։ 30 տարի ով էր թուրքերին խանգարում, ադրբեջանցիներին այդ նույն թեզը այդ նույն բանը որ ասма տանեին, առաջ քաշեին, էլի նույն բարեկամական, նույն հարաբերությունները ձևակերպելու, չէ՞։ Խի է այսօր այդ հարցը ցակել, խի է այսօր իրենք առաջ կարևորացրել կամ ավելի շահագրգռված այդ հարցի լուծմանը, որովհետև իրենց ծրագրերի թուրքացման ծրագրերի մի մասը արդեն իրականացրել են ում ձեռով ներկա իշխանության մատուցած ներկա իշխանության բանը, բայց ժողովուրդը դրա հետ համամիտ չի, չէ։ Մենք չենք ընդունում, չէ՞ դա։ Մենք ոչ թե խաղաղություն չենք ուզում, մենք պատրաստ չենք այդ խաղաղության, մենք այդ խաղաղությունը ուզում ենք արժանապատիվ։ Մենք խաղաղությունը ուզում ենք մեր, որ ասма բնորանում, մեր հայրենիքում, հայկական Արցախում ապրելով այդ խաղաղության բանը ձևակերպումը տեսնենք։ Այսօր Անտոնան հայրենիք 150,000 փախստական ժողովուրդ, այսօր անհետ կորածներ, այսօր բանում Բաքվում գտնվող այնքան գերիները, ինչ խաղաղության մասին կամ ինչ բաների մասին, սա փորձեր է, որ ուզում են իրենք էլի ժողովրդին են ձևի մատուցեն, որ իրական տենց բան կա, բայց իրական լինելը մենք ուժիշ բան ենք տեսնում, որ ասում է ընթացքում էլ մեկ այդ նույն ղեկավարը, որ խաղաղության բանով է խոսում, այդ մտքերով ձևակերպումներով է խոսում, հաջորդ ուրիշ կողմից էլ մեզ անվանում է բան, ֆաշիստներ, մեզ անվանում է խոսքի նացիստներ, մեր այդ ղեկավարներին դատում է, ասում է նացիստների ղեկավարներին եմ դատում, ուրեմն այդ ժողովրդին նացիստ է, չէ՞ ընդունում։ Նորից եմ ասում, մենք խնդիր ունենք պատմական թշնամու հետ, պատմական թշնամու խաղաղությունը կամ իր այդ բանը, դու պիտի ուժեղ լինես, դու պիտի հաղթող լինես, որ կարող ես հավասարի հետ խոսես ու ոչ թե իրեն ներկայացրած ծրագրերի շուրջ խոսես, այլ քո ներկայացրած պահանջները դել ինքը բանան, ինչ պահանջ են այսքան ժամանակում ներկայացրած, որ իրենք իրականացեն, կամ ընդհանրապես լսել են, կամ ընդհանրապես ընդունում են, ոչ մի բան։ Դրա համար ես այդ մոտեցումները, այդ թեզերը, որ այդ ադրբեջանցիքս է գալով, գնալով, ես ընդհանրապես գիտեմ, թե ադրբեջանցիները գալով, գնալով մի հետ էլ նորից էլի մի բան կլինի, որ դրանց ոտները ստեղից կկտրվի։
Թող տեն շատ չորախանան, տեն շուշուտ գալով գնալով։ Ամեն ինչ հետևում ենք, ամեն ինչ գիտենք։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք Անաստաս Իսրայելյանի հետ ուղիղ